Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ առանձնակի իմ հարգանքը եւ առանձնակի շնորհակալությունն եմ ուզում հղել այն հեռուստադիտողներին բարեկամներ, ովքեր չեն զլանում իրենց առաջարկները, իրենց խորհուրդները հղում են եւ ուղարկում են մեզ։ Դա մեզ օգնում է բարեկամներ, այնպես որ շարունակեք այդպես ակտիվ մասնակից լինել մեր հաղորդումներին։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցից։ Եվ այսպես բարեկամներ, մեր հաղորդման հյուրն է Դիլիջան ռեստորանի ավագ խոհարար Արտուր Շամախյանը։ Ողջույն Արտուր։ Հարգանքներս։ Ինչպե՞ս ես։ Տրամադրությունը ո՞նց է։ Նորմալ։ Բարեկամներ Արտուր Շամախյանը մեր լավ բարեկամն է, մեր հին խոհարարներից, այսպես ասում ենք հին ոսկորներից։ Ում կարծում եմ մի 500 տարի հետո կասեն Արտուր Շամախեցի։ Մոտիկ եք, չէ՞։ Դե ոգևորում եմ, որ տեսնենք հետո կամաց հարցնեմ, թե ինչ ենք պատրաստելու։ Այսօր մենք պատրաստենք չոբանի պատար։ Չոբանի պատար։ Իհարկե։ Հովի պատար թարգմանում է, չնեղանից։ Բայց մենք ասում ենք չոբնի պատար։ Լավ, ինչ է հարկավոր, ինչ պիտի անենք։ Մենք սոխարածով, Այո։ տավարի փափուկ մսով, օրդի, ճիշտ։ Խաշված օրդի միսեր, Իհարկե։ սոխարած պիտի անենք։ Սոխարածով։ Հատուկ այնտեղ ինչ-որ մի բան եմ, սոուսին բան եմ տեսնում։ Ունենք հատուկ պատրաստված նախորդ կծու պղպեղի սոուս։ Հա, ինչ է դա ենթադրում։ Խառնում է բոլորը միասին։ Ինչ է բոլորը։ Մի բառը։ Կծու պղպեղը, Իհարկե, մեջը կա եւ սխտոր, կտրատված սխտոր, սոխ, կանաչի եւ հյութը ինչից է գոյանում։ լիմոնի հյութ Լիմոնի հյութ եւ ձեթ։ եւ ձեթ։ Բարեկամներ, մենք նոր սոուս հայտնաբերեցինք Դիլիջանի այսպես ձևով։ Դե լավ գնացինք, ինչ ենք պատրաստելու։ Ինչով ենք ոնց ենք սկսելու։ Տաքացնենք տապակը։ Մենք պատրաստում ենք հովվական պատար, հովի պատար։ Ես ինչի եմ ասում հովիվ կամ ոչ չոբան։ Մի առիթ եղավ եւ մեր ոչ բարյացակամ հարևան Ադրբեջանից ներկայացուցիչ կար, մի անգամ առիթ ունեցանք միասին ինչ-որ ուտեստների մասին խոսելու եւ խաշի հետ մասին էր խոսքը, երբ որ խաշի մասին խոսք գնաց, նա այնտեղ բերեց մի այսպիսի ապացույց, որ խաշը ադրբեջանական է։ Այսինքն, ինչպես ապացույց, ասես, չէ որ դուք մեզ խաշնարած եք ասում։ Այդ մենք հո ձեզ համար չէինք պահում այդ կովերը, մենք մեզ համար պահում ենք եւ խաշ ենք պատրաստում։ Այսինքն, ամենա ես էլ ասեցի, խաշնարածը դա չոբանին ենք մենք ասում, ոչ թե դա բան է, այնպես որ Մամուլյանը չի ծերանում։ Սոխարած պատրաստեցինք եւ խաշված կտրատված հորդինիսը մի քիչ շոգի խաշում ենք, հա։ Իհարկե։ Արտուր ջան, բա այս խեղճ հովիվին այդքան ժամանակ ես տապակի մեջ դնել, սոխարած անել, միսը տապակե։ Ուր էր այդպես բախ։ Հենց կակրաս ուրեմն լսնում ենք այն անունքը, որ հավանություն տվեցիք։ Է որ կեսը վերջի վերջո չասեցիք ինչի՞ց է պատրաստված։ Դե ասեցիք։ Հիմա ասեցինք, ամեն ինչը երևում է, Մամուլյանը։ Կծու պղպեղը, կիտրոնի հյութ, սխտոր, սոխ, կանաչի, ահա։ Վերջում ենք կանաչին պիտի մի քիչ շատ լինի, շարդաշինի կանաչին։ Եվ տեսականին։ Իհարկե։ Կտրատում ենք։ Հա, շատ տարօրինակորեն հաճելի համ, հաճելի բուրմունք, ինչի տարօրինակորեն, այս սոուսի մասնակոսն է, դա նրանից չէ, որ Արտուրը այդպես արեց ու տարօրինակ ստացեց, բայց այս սոուսը լավ բույր հաղորդեց,
Այստեղ քացախի եւ բանի ինչ-որ բան ասի։ Հա։ Ասում ենք մի փոքր կանաչի, բարդադի։ Այո։ Ուրեմն վերցնում ենք կարմիր լոլիկը։ Այո։ Արտուր ջան, վարվող մսի, չես զգում փոփ։ Չէ, մի քիչ պիտի ժարի։ Ամեն դեպքում մի խոստենք։ Ուրեմն քանի որ խոսքը գնում է ճոբանի մասին, ժամանակ ունի թե չէ, մարդկանց ճանապարհում էին աշխատանքի կանայք։ Եվ տղամարդկանց, այո։ Աստում էին այդ պատառները, վայելեն այդ պատառները։ Ուրեմն, քանի որ մեր միսը արդեն պատրաստ է, վերցնում ենք կանաչի։ Այո։ Ես մի անգամից երկու հատ եմ ուզում պատրաստեմ։ Դե, հովիվը մի կտորով չի կշտանա։ Կամ որ հովիվն է մենակ հովություն անում, որ։ Այո։ Հենց տնից դուրս եկավ, արդեն այնտեղ սպասող կա իրար։ Վերցնում ենք կատնաշով։ Կամ թթվասեր։ Թթվասեր։ Ավելացնում ենք մսային մասն ենք դստում։ Լավ է բարեկամներ, այդ որ տիգինը հիմա թթվասերով, մսով այսպես բուրում անի, իր անտառում այսպես հանգիստ ման եկող ամուսնուն ուղարկի այսպիսի լավ կալորիապես ուժեղ ուտեստ։ Մի փոքր էլի։ Մեր դեկարահոն հանող խմբից արդեն ձեռք են բարձրացնում կանայք, որ այո, մենք ուղարկենք։ Շատ լավ է դա։ Ուրեմն, հաթաթվում է։ Ծրարաձև, պաստոր։ Ծրարաձև, հաթաթվում է։ Մինչալից շատ համեր բան է։ Ես չեմ հասկացում, ես ուղղակի զվարճանում եմ այստեղ մեր լավաշին դիտելով, ինչքան հնարավորություն է տալիս մեր լավաշը։ Ես դեռ սպասում եմ, որ աշխարհը ուղղակի շնորհակալություն, աշխարհի բոլոր ազգերը մեր ազգին գոնե միայն լավաշի համար շնորհակալություն հայտնի։ Ես դեռ հույս ունեմ, որ բոլորը միաբերան շնորհակալություն են հայտնելու։ Բայց եթե իրանք էլ այդպես շարունակեն, ոնց որ ինչի հիմա են եղել, մենք ինքներս մեզ շնորհավորենք, շնորհակալություն հայտնենք։ Գեղեցիկ լինելու համար վերջնականապես մենք նորից լավաշով ենք։ Այո։ Բազմաժանր օգտագործման համար, բազմաժանր։ Ահա։ Վերցնում ենք երրոցի մեջ եղած տապակը։ Այո։ Ջեռոցը արդեն տաքացված է բարեկամներ։ Ես ուղղակի չգիտեմ քանի աշճան պիտի լինի, 260 աշճան տաքացված է։ Այո։ Մեզ պետք է ինքը տաքացված։ Վաղը հիմա հաստատ բոլոր այն վայրերում, որտեղ որ սենդվիչ իրեն ինչ են վաճառում, գնալու են ժողովուրդն ասեն, ես ուզում եմ չոբանի պատառ։ Փոքրիկ, այսքան փոքրիկ պատառ։ Քանի րոպե պիտի սպասենք։ Պիտի կարմրի, հետևում ենք կարմրելուն։ Ես կարծում եմ, որ մենք մի 5 րոպե նորից որ միանանք, արդեն կարմրած կլինի եւ արդեն կմատուցենք։ Սպասենք 5 րոպե։ Բարեկամներ 5 րոպեն անցավ եւ տեսնենք թե ինչ ստացվեց այս ինչպես Արտուրն է ասում չոբանի պատառից։ Իրոք որ մի փոքր պատառ։ Վերցնում ենք։ Ընդհանրապես կարող ենք երկուսով ճաշակել, բայց Հիմա համոզվեցին, որ ոչ մի չոբան չոլերում միայնակ չի մնում։ Իհարկե։ Այսպես,
ձևավորում ենք եւ ուղարկում յայլաները բարեկամներ։ Բարեխորժակ մեր հովիվներին ապրես Արտուր ջան, եթե որևէ առաջարկ ունես մեր հեռուստադիտողների, խնդրեմ կարող ես առաջարկել։ Մեր հեռուստադիտողներին, մեր հայազգին նորից առողջություն, երջանկություն, երկիրին էլ խաղաղություն, Սեդրակ ջան, դա է կարևորը բոլորիս տեսակետը։ Ապրես, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արտուրին հյուրընկալման համար եւ այս իր ժամանակը տրամադրելու համար։ Ցանկանանք, որ լավ ուտեստներ պատրաստի եւ ոչ միայն յայլաներ ուղարկի, այլ նաեւ լավ վայրեր։ Շնորհակալություն Արտուր ջան։ Եղավ յետքայց։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, շատ շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։ Ես ուզում եմ, որ մենք միշտ հանդիպենք եւ այդ հանդիպումները ունենան լավ արդյունք։ Այդ արդյունքը լինի այն բարեկամներ, որ մենք կարողանանք վերհիշել, իսկ ինչը վերհիշել։ Վերհիշել այն որակները, որ մենք ցավոք սրտի մոռացել ենք։ Իսկ դրանք համառությունն է, լավատեսությունը եւ միաբանությունը բարեկամներ։ Բարությունն էլ վերերից կավելացնենք եւ կստանանք մի ամբողջական կերպար, հայի կերպար։ Ամեն ինչ լավ է լինելու բարեկամներ։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ եւ ձեր անունից եւ մեր անունից շնորհակալություն հայտնել Դիլիջան ռեստորանի տնօրինությանը նկարահանումներին աջակցելու համար։ Ստեսյուն։ Հովվի պատառ, հորթի միս 200 գրամ, սոխ 80 գրամ, ձեթ 20 գրամ, սոուս 2 թեյ գդալ, լոլիկ 70 գրամ, լավաշ, թթվասեր, պանիր, համեմ, աղ, պղպեղ։ Սոուսի բաղադրատոմսը, կծու պղպեղ, սխտոր, սող, կանաչի, լիմոնի հյութ, ձեթ, քացախ։ Բարեխորշակ։